ես հարակվեցի լուսանկարչական աշխարհով։ Ակումբը ստեղծելու այդ գաղափարը առաջացավ, որ չի կարելի լուսանկարի մեջ ապրել։ Սկսեցի խորհրդային Երևանի տներից շատ հետաքրքիր իրեր հավաքել։ Այս հեռախոսով կհիշեք մի ժամանակ Գագոն տանը չի, ուժ զանգեք, ալո։ Կանցալը ապրում է մեր մոտ, վերակենդանացնելով շատերի մանկությունը։ Նմանատիպ բաներ շատ կան մեր ակումբում, որ հայկական ՍՍՀ-ում են արտադրվել։ Հոբին իմ կարծիքով ապրելու տենչանք է, ասենց ասեմ, սեր է։ Ես Հայկ Նեմբյան, ծնվել եմ իմ և մեր բոլորի սիրելի քաղաք Երևանում, իմ մասնագիտությունը երևի լուսահոգի տատիկս է որոշել, երբ 4 տարեկանից ինձ տարավ Իգիթյանի կենտրոն։ Համալսարանը ավարտեցի, սկզբում գեղարվեստական լուսանկարչություն էր իհարկե, այնուհետև մի լավ բարեկամ ունենք, Վահեն Շահինյան, լուսանկարիչ էր սիրիահայ, և ինքը տեսնելով, որ ես լավ աչք ունեմ, թողեց իր մակնիշները հիշում եմ Մինոլտա լուսանկարչական ապարատը և ես հարակվեցի լուսանկարչական աշխարհով։ Լուսանկարչությունը իմ հոբին էր, որը հետո դարձավ մասնագիտություն, որի ընթացքում ձևավորվեց ևս մի շատ լուրջ հիվանդություն, դա հավաքագրել կենցաղից սկսած վերջացրած, ասենք, շատ հետաքրքիր լուրջ պատմություն ունեցող ուղղակի իրեր։ Հիշում եմ, որ առաջին լենտը բոլորը բռակա է լուսանկարել։ Հիմնականում փողոցում եմ սովորել ամեն ինչը, լիքը լենտեր փչացնելով, շատ հաճախ այն ժամանակ թվացող անիմաստ լուսանկարներ տպագրելով, բայց այդ լուսանկարները հիմա իմ կյանքի մի քրոնիկան են կազմում։ Ամենահետաքրքիր իրերը, եթե ուզում ես ձեռք բերես, դու ինչպես լուսանկարչի ամենահետաքրքիր կադրը դա համբերությունն է և ամենավտանգավոր կետում հայտնվելն է։ Սկսեցի նախախորհրդային Երևանի տներից շատ հետաքրքիր իրեր հավաքել, բայց հետո դա շատ արագ վերափոխվեց արդեն խորհրդային ժամանակաշրջանի իրերի, որովհետև դրանք արդեն անմիջապես կապ ունեին իմ մանկության հետ։ Մեր հյուրերը ամենաշատը սիրում են այս հատվածում 20-30 րոպե կանցկացնեն, մեկ էլ մի հատ բարձր ձայն կգա, այդ ձայնը նշանակում է, որ ինքը գտավ կամ իրանց տան կամ տատիկի տան հեռախոսի համարը, և այս հեռախոսով կհիշեք մի ժամանակ Գագոն տանը չի, ուժ զանգեք, ալո, գծի մեջ մարդ է ընկել, Հիմա իմ մասնագիտությունը իհարկե չափերով է փոխվել, մեծ լուսանկարչական ապարատին ցավոք սրտի փոխարինել է հեռախոսը, բայց իհարկե
քանի որ հյուրերը շատ են մեր ակումբի սիրում լուսանկարվել, առաջինը ես ինքս երբ որ ինչ-որ մի նոր անկյուն ստեղծում եմ, լուսանկարում եմ եւ հասկանում եմ, տեսնում թե արդյոք հյուրի աչքերով այդ անկյունը ինքը հերոսը կզգար այդ անկյունի, թե ոչ։ Ակումբը ստեղծելու այդ գաղափարը առաջացավ, որ չի կարելի լուսանկարի մեջ ապրել։ Լուսանկարի մեջ տենց սարք չկա, որ մուտք գործես լուսանկարի մեջ եւ հայտնվես այդ ժամանակի մեքենայի մեջ։ Սկզբում իմ համար սկսեցի հավաքել 2003 թվականից, երբ որ ես մխրճվեցի ես Երևանյան շինարարական թողուբոյի մեջ։ Հետո հասկացա, որ դա շատ լուրջ չափերի հասավ, իմ կոլեկցիան էլ արդեն պահելու տեղ չկար։ 2015 թվականից ինձ միացավ իմ հիմիկվա գործընկերը եւ ակումբի համահիմնադիր Յուրան Աֆրիկյան, որը ասաց, որ կարելի է ամեն ինչը նաեւ վերածել բիզնեսի։ Անուշաբույր այս անգամ ես կասեի մեր անկյուններից մեկը, ամենա հոտերից հոտը կրասն է Մոսկվան, իհարկե ես այդ հոտ քաշեք շատ լավն է։ Եվ տղամարդկանց մոտ իհարկե ամենապոպուլյար օդիկոլոնները շիպրներ, որը բանից հետո թրաշվելուց հետո բոլոր վարսավիները իրենց պարտին են համարում, ես օրինակ առիթ օգտագործեմ մի հատ վրա ցենց օծեմ շատ հաճախ դրա համար ինձ ասում են դու բանը ոնց որ սխալ ժամանակ ես ծնվել։ Այն ամեն ինչը ինչ որ մենք հավաքեցինք, դա ուղղակի հին իրեր չէին, դա մարդկային պատմություններ են, որ շատ մարդիկ կորցրել էին այդ պատմությունները։ Մեծ սիրով եմ այդ ամեն ինչը արել։ Մեծ սիրով էլ մեր հյուրերը սկսեցին հաճախել մեր ակումբ, ռեստորան, թանգարան եւ հասկացանք, որ ամենակարևորը դրա բացը կար Երևանում։ Այստեղ շատ հետաքրքիր ցուցանմուշ ունենք Հայաստանում արտադրված միկրոպրոցեսորային խաղ, մեր լեզվով ասած նուպագադի խաղը եւ այսպես տակագրված է հայերեն լեզվով էլեկտրոնիկա։ Նմանատիպ բաներ շատ կան մեր ակումբում, որ հայկական ԽՍՀՄ-ում են արտադրվել եւ այն հարցին, թե ինչու է Սովետ միությունը ինչով էր իմ համար եւ շատերի համար այդքան արժեք ուներ, այդ ցուցանմուշներն են վկաները, որ Հայաստանը ունեցել է շատ լուրջ արդյունաբերություն։ Լուսանկարչությունը իհարկե անմիջական կապ ունի անցել է, դու ինչքան ճիշտ կամ կարևորագույն ակնթարթ քո համար կամ մնացյալի համար, դիտորդի համար ֆիքսես, հետո այդ լուսանկարը երկար այդքան կապրի, բայց դա քո աչքերն են, քո հոգեվիճակն է, քո ցավն է իհարկե, երբ որ դու արդեն ինչ-որ խնդիր ես լուսաբանում եւ ուզում ես, որ փոխանցես մնացյալին, բոլորին փոխանցես այդ ամեն ինչը։ Ցուցանմուշների քանակը անընդհատ փոփոխվում է դեպի պլյուս, հաճախ ես ինքս գնումներ եմ կատարում, չնայած ունենք շատ գերհագեցած կոլեկցիա, եւ իհարկե նվերներ են շատ բերում, ուղղակի դուրը ծեծում եւ հերթական մեր սեղանից ձեր սեղանին հետ տարբերակով։ Եվ մեր ակումբի հենց այդ ինտերակտիվությունը եւ հաջողության գրավականը, որ մարդիկ չէ բառը այստեղ չկա։ Հիմնականում այսպես իրանք կարող են բացել այս բանը,
եւ իրենց կասետները վերցնել, հետո դնել կասետը լսել, չգիտեմ, հիշել, նաեւ ասել, վայ ես կասետներ ունեմ, հետո ձեզ լիքը կասետներ կբերեմ։ Մենք էլ արդեն այս վերջերս ասում ենք, էլ տեղ չունենք, չբերեք։ Երկու, ասենց ասեմ, լոկացիա, որ ակումբի հիմնադրման օրվանից չի փոփոխվել, դա տատիկի սենյակն է եւ խորհրդային խոհանոցի անկյունը։ Այս անկյունը նաեւ իմ համար շատ թանկ է, որովհետեւ սա իմ տատիկի տան խոհանոցի կահույքն է այստեղ ցուցադրված եւ այստեղ հետաքրքիր լուսանկար կարող եմ նույնիսկ ձեզ ցույց տալ։ Ես 1 տարեկան հասակում տատիկիս գրքում մեր օպերատորին կխնդրեմ ցուցադրել եւ հետեւի պլանում այս նույն կահույքն է, որ խոսում է անցյալից, երբ որ լուսանկարը անցյալ է դառնում։ Հիմա շատ լավ օրինակ է, որ սա մոտ 47 տարի առաջ այս լուսանկարը լուսանկարվել, բայց անցյալը ապրում է մեր մոտ վերակենդանացնելով, այսինքն այդ իմ մանկությունը եւ շատերի մանկությունը։ Համեցեք մեր տատիկի սենյակ, հաճախորդների բազմաթիվ խնդրանքների իհարկե կատակ եմ անում, ուղղակի իրանք այնքան մեծ սենյակ ասել տատիկի սենյակ, որ իր անունը դրվեց հենց տատիկի սենյակում ենք մենք հիմա գտնվում։ Հեռուստացույցը, որը ցուցադրում է հին սովետական քրոնիկա, նորից մեր Մկրտիչի ձեռքի աշխատանքն է, հիմա շատ հետաքրքիր էքսպոնատ էս վերևում է գտնվում, վիդեոմագնիտոֆոն, Spector 203 մագնիչի, բոլորը ամենը ոչ մեկ չի հիշում, որ սենց վիդեոմագնիտոֆոն ա եղել, քառակուսի սենց կասետներով, նու սա եղել է VHS ֆորմատից առաջ, բավականին ծանր սարք է ինքը եւ նորից նույն ձև այսպես սենց բացվում է, այսպես էս կասետը դրվում էր, հետո այսպես փակվում էր, շատ մեծ ուժ գործադրելով, որովհետև սովետական տեխնիկան ուժեր պետք է գործադրել։ Որպես լուսանկարիչ իմ համար ամենաթանկարժեքը իմ էքսպոնատներից դա արխիվներն են եւ լուսանկարները, որոնք գտնվել են կամ գնվել են տարբեր շատ վայրերից, օրինակ Հաղթանակ զբոսայգու մոնումենտի արխիվը, Կրկեսի արխիվի մի մասը, Դվին հյուրանոցի արխիվը եւ հիմա շատ հաճախ երիտասարդներին ասում եմ սոցիալական ցանցերի նախապապերն են դրանք։ Եվ իհարկե մենք չենք կարող մոռանալ բոլորի կողմից շատ սիրված խանութներից մեկը, որտեղ վաճառվում էին բազմապտիսի մթերքներ, իհարկե Սովետ միության ժամանակ sense ճոխ բան չունեինք, ցուցափեղկ, քանի որ ամեն ինչ վաճառվում էր տակից, սկզբում ոչինչ չկար, չենք ստացել, չգիտենք երբ են ստանալու, բայց երբ ունեն մեր լավ ծանոթներ, վաճառողի հետ մի քիչ տենց սիրահետում էր, նաև մի քիչ էլ ավել փորձում, միանգամից հայտնվում են երշիկները, լիմոնադները, օղիները եւ ճիշտ ինֆորմացիա էր տրվում, թե երբ է գալիս, որ դուք գաք առանց հերթ առնեք բան։ Իսկն դա հիմա բոլորը շատ հումորով են հիշում, բայց իհարկե այդքան հեշտ չէր տենց լավ ապրանքներ գնելը, ամեն ինչ կար, բայց նաև չկար, որովհետեւ այսպես ասած տակից լևի էին ծախում։ Սա մալոչնիկ կոկտեյլ պատրաստելու Voronezh 3 անվանումով սարքն է եւ մեր ակումբում եթե խնդրեմ այդ բաժակները մեր նարինեն թող մոտեցնի ցույց տանք որ այդ բաժակներով ոնց են այդ process-ը կատարվում եւ դա շատ հայտնի կոկտեյլ էր քանի որ արագ խփվում էր այդ պաղպաղակը սառը պաղպաղակը հիմնականում խոլոդից պաղպաղակը եւ կաթը մոտ 40 րոպե պետք էր պահել խոլոդում մի քիչ ինքը սառ էր որից հետո արագ խփելու արդյունքում այս մեր այդ բաներն են բաժակներն են որոնք տեղադրվում են եւ եթե դեմ չեք կարող են միացնել եւ սովետական ձայնը լսեք այս
ապարատի, թե ինքը ոնց էր աշխատում։ Սա արագություններն էին։ Չեմ նախընտրում ոչ սև ու սպիտակը, ոչ գունավոր, իմ համար կարևորը ասելիքն է, թե ինչ ես դու փորձում փոխանցել քո կադրի միջոցով։ Ինձ շատ հետաքրքրել է աշխարհի ամենատեխնոգեն կատաստրոֆան, դա Չեռնոբիլի պատմությունն է, որից հետո շատ ուսումնասիրեցի այն քաղաքի պատմությունը, որը բաց երկնքի տակ թանգարան է այսօր, այսինքն դա միակ տեղն է աշխարհում, որ 86 թվականի ապրիլի 27-ից հետո կյանքը կանգնել է։ Մի նոր երազանք եմ իմ մեջ ձևավորել, որոշեցի իմ զոնա отчуждения ստեղծել։ Բայց ես հիմա մի քիչ իրան մեդալի հակառակ կողմով նայեմ եւ հարց եմ տալիս, արդյոք այդ զոնա отчуждениան կարող մենք մեր իրականությունում ենք զոնա отчуждениան ապրում եւ կարող է այն զոնա отчуждениան, որը որ ռադիացիոն մարդու մուտքը արգելվել է, շատ ավելի ճիշտ է եւ մաքուր է եւ պարզ է, քան այն աշխարհը, որ մենք մեր շուրջ հիմա ստեղծել եւ ապրում ենք։ Հոբին իմ կարծիքով ապրելու տենչանք է, ասենց ասեմ, սեր է, ինչ-որ մի բանի նկատմամբ։ Հոբին դա պատասխանատվություն է ձևավորում մարդու մոտ, դա երազանք է ձևավորում, դա հետաքրքրություն է, եթե մարդը անհետաքրքիր մարդ է, ինքը հաստատ հոբի չունի։